Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Գիրտուտենեն մինչև պետական ինքնորոշման տեսլական Արմենակ Ապրամյան։ Լույս տեսավ Western Armenian շաբաթաթերթի 128-րդ թիվը։ Հարկանքի դուր կասկային հերոսներու անմար հիշադակին։ Հայոց իշխանի շղթա պատվավոր գրողներու ցանգին միացավ Գևորգ Սիմոնյան։ Ադրբեջանը գոչնչացնե Արցախի նույնիսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են հայրենական մեծ պատերազմին զոհված հերոսներու հիշադակին։ 1948 թվականից ցեղասպանության հանցագործությունը գանխելու եւ բաճելու մասին համաձայնագիրը գենաց ծար հուշագոտողը Ջունիի սրդի մեջ վարակավանքի ճակատագիրը գրգին ուշադրության կենտրոնին մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Ապրամյան իր ելույթին մեջ ընդգծեց, որ մեծ պատիվ է գրգին հանդիպել հանրության եւ ներկայացել գրթության, պետական կառավարման եւ Արևմտյան Հայաստանի ապակային վերաբերող կարևոր հարցեր։ Ան նշեց, որ քննարկումը հիմնված է երկու հիմնական ուղղություններու վրա՝ գրթական համագարկի արտիականացման եւ հուլիսի նախադեсված միջազգային օրագարկին, մասնավորապես ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու փորձագիտական մեխանիզմի աշխատանքներուն մասնակցության վրա։ Նախագահը շեշտեց, որ այս հարթակը կարևոր հնարավորություն Արևմտյան Հայաստանի իրավունքները միջազգային մագարտակի վրա ներկայացնելու համար։ Անդրադառնալով պետականության գաղափարին, ան ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանը պետք է դիտարկել ոչ միայն որպես խորհրդանշական գաղափար, այլև քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։ Անոր համոզումով գազագերբված պետական կառույցները անհրաժեշտ են ազգային մարտահրավերները դիմակրավելու եւ գայուն զարգացում ապահովելու համար։ Ելույթին մեջ ուշադրություն դարձվեցավ նաեւ ինքնապահովության հարցերուն, սնունդի անվտանգության, առողջապահության, բնակավայրերու գազագերբման եւ գյուղատնտեսական պահպանման ոլորտներուն։ Նախագահը կարևորեց կրթության թերը, առաջարկելով ստեղծել առցանց համալսարան, որ պիտի նպաստի երիտասարդներու գիտակցական զարգացման ու ազգային արժեքներու փոխանցման։ Ելույթի ավարտին ան վերահաստատեց, որ Արևմտյան Հայաստանի տեսլականը հիմնված է ինքնորոշման իրավունքին, ազգային միասնության եւ հավաքական մասնակցության վրա, նպատակ ունենալով ուժեղացնել ազգային ներուժը եւ ապահովել երկարաժամկետ զարգացում։ Լույս տեսավ Western Armenian շաբաթաթերթի 128-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է հայ նշանավոր բանաստեղծուհի Սիլվա Գաբուդիկյանը, որ իր քրական եւ հասարակական գործունեությամբ առանձնահատուկ տեղ կգրավե հայ մշակույթի պատմության մեջ։ Նոր թիվին մեջ ընթերցողները պիտի գտնեն ազգային, պատմական եւ մշակութային նյութերու նվիրված հոդվածներ, վերլուծություններ եւ հրապարակումներ, որոնք ներկայացված են շաբաթաթերթի ավանդական սկզբունքներուն եւ խմբագրական մոդեցումներուն համաձայն։ Խմբագրությունը կշարունակե իր առաքելությունը ընթերցողներուն մատուցելով հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգային իրավունքներու եւ արդի հիմնախնդիրներու վերաբերյալ արժեքավոր եւ հետաքրքրական նյութեր։ Հայրենասիրության եւ ազգային հիշողության ոգիով նշվեցավ հայ ազգային հերոս Մոնտե Մելքոնյանի մահվան տարելիցը։ Այդ առիթով մեր պատգամավորներեն Կարապետ Կարապետյան եւ Մարտին Խանյան այցելեցին Երապլուր զինվորական բանտյոն, ուր ծաղիկներ զետեղեցին Մոնտե Մելքոնյանի շիրիմին հարկանքի դուք մատուցելով անոր անմահ հիշադակին եւ Հայաստանի ու Արցախի ազատագրական պայքարին մեջ ունեցած բացառիկ ներդրումին։ Այցի ընթացքին անոնք հարգեցին նաեւ Անդրանիկ Օզանյանի հիշադակը։ Միջոցառումը դարձավ հերթական առիթմը արժևորելու հայ ժողովրդին հերոսական անցյալը եւ սերունդներուն փոխանցելու ազգային հիշողության ու նվիրումի պատգամը։ Հայկական մշակույթի, օծանելիքի արվեստի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման գործին մեջ ունեցած ավանդին համար Գևորգ Սիմոնյանը արժանացավ բարձր գնահատանքի։ Հանդիսավոր արարողության ընթացքին Մորուք Կարոն անոր հանձնեց հայոց իշխանի շղթա պատվավոր շքանշանը։ Այսպիսով շքանշանի գրողներու շարքը համալրվեցավ եւս մեկ արժանի անունով։ Գևորգ Սիմոնյանը Գևորգ Սիմոնյան Աբրանկանիշի հիմնադիրն է եւ Երևանի օծանելիքի, լուսանկարչության, շարժապատկերի եւ հնաոճ իրերու թանգարանի ստեղծողը։ Միջոցառման ընթացքին հյուրերը ծանոթացան թանգարանի հարուստ հավաքածուին, իսկ ներկաները բարձր գնահատեցին անոր գործունեությունը ուղղված հայկական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման։ Արբանյակային լուսանկարները ուսումնասիրությունը կվկայ, որ 2024-2025 թվականներուն Ադրբեջանի իշխանությունները ոչնչացուցած են ժամանակավորապես բռնագրաված Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մեջ գտնվող երկու հուշարձաններ, Արցախի ազատամարտին զոհված մարտիկներու հիշադակին նվիրված հուշարձանը եւ հայրենական մեծ պատերազմին զոհված աստղաշենցիներու հիշադակը հավերժացնող գոտողը։ Այս դեպքերը կդիտվին որպես Ադրբեջանի գոմե պետական մագարտակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումներ։ Թիրախ կդառնան հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանատուները, հուշարձանները, թանգարանները եւ հիշադակին գոտողները, նպատակ ունենալով վերացնել Արցախի հայկական պատմական եւ մշակութային ներկայության հետքերը։ Հատկանշական է, որ ոչնչացման կենթարկվին նաև երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձաններ, որոնք կխորհրդանշեին նացիզմի դեմ դարած ընդհանուր պայքարը։
Շատ բարականներով ոչնչացված հայկական հուշարձաններ ու դեղ կկառուցվի նոր կառույցներ պատմական իրականությունը փոխարինելու եւ հայկական հիշողությունը չնչելու նպատակով։ Արփանյակային նոր լուսանկարները շարունակաբար կբացահայտեն նման ավերածություններ, որոնք շատերու գնահատմամբ կկազմեն հայկական պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված քաղաքականություն։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ 1948 թվականի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ բաճելու մասին համաձայնագիրը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթուղթերեն մեկն է, սակայն ժամանակակից հակամարտությունները կբացահայտեն անոր որոշ սահմանափակումները։ Իրավաբան Մարի Հովհաննիսյանի ուսումնասիրության համաձայնագիրը լիարժեք չի ներառել քաղաքական խումբերու պաշտպանությունը, բավարար ուշադրություն չի դարձնել մշակութային ցեղասպանության երևույթին եւ կդժվարացնե ցեղասպանական մտադրության ապացուցման գործընթացը։ Հեղինակը կանդրադառնա նաեւ Արցախի եւ Բաքվի հայրուն թեմ իրականացված գործողություններուն, ընդգծելով միջազգային իրավական մեխանիզմներու սահմանափակ կարողություններն ու արձագանքը։ Հոդվածին մեջ կշեշտվի, որ 21-րդ տարու մարտահրավերներուն համապատասխանելու համար անհրաժեշտ է վերանայել եւ արտիականացնել համաձայնագիրը ավելի աստեցիկ դարձնելով ցեղասպանություններու կանխարգելման, վաղ նախազգուշացման եւ պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքները։ Ըստ հեղինակի, միջազգային իրավունքի շարունակական զարգացումն ու կատարելագործումը կարևոր նախապայման են ժողովուրդներու հիմնարար իրավունքներու ավելի արդյունավետ պաշտպանության համար։ 2026 թվականի հունիս 13-ին Ջունիի մեջ հանդիսավոր գերբով բացվեցավ Գենաձար հուշագոտողը նվիրված հայրու ցեղասպանության սուրբ նահատակներու հիշատակին։ Գոտողը կխորհրդանշե հայ ժողովրդի հավերժությունը, հավատն ու վերածնունդը։ Բացման արարողության մասնակցեցան հոգևոր, քաղաքական եւ մշակութային գործիչներ, ինչպես նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ։ Գենաձարի խոր արմատները կմարմնավորեն հայ ժողովրդի պատմական գոյությունն ու անսասան հավատքը, իսկ դեպի վեր խոյացող ջուղերը նոր կյանքն ու հարության գաղափարը։ Հուշագոտողը նվիրված է նաև Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբատասման հիշատակին։ Միջոցառման ընթացքին ընդգծվեցավ Լիբանանի մեջ հայ ժողովրդի դարավոր ներկայությունը եւ ցեղասպանության հիշողության պահպանման կարեւորությունը։ Այսուհետև Գենաձար հուշագոտողը պիտի ծառայե որպես հիշատակի վայր, հայ լիբանանյան բարեկամության խորհրդանիշ եւ հայ դադի բանջարդիրության մնայուն վկայություն։ Վարակաբանքի հողատարածքի սեփականատեր համարվող թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլը հայտարարած է, որ պատրաստ է հայկական վանական համալիրը անվճար փոխանցելու Թուրքիո մշակույթի նախարարության վերականգնման եւ հանրային օգտագործման նպատակով։ 8-րդ դարուն հիմնադրված վարակաբանքը հայկական հոգևոր, պատմական եւ մշակութային ժառանգության կարևորագույն գոտողներեն մեկն է, սակայն տասնամյակներու անուշադրության եւ բնական աղետներու հետևանքով զգալի վնասներ գրած է։ Հայ համայնքի ներկայացուցիչներուն Բոլսո հայոց պատրիարքարանը բազմիցս ընդգծած են, որ վանքի վերականգնումը պիտի նպաստի թե մշակութային ժառանգության պահպանման, թե շրջանի զբոսաշրջային զարգացման։ Վարակաբանքի ճակատագիրը վերջին տարիներուն գրգին հայտնված է հանրային ուշադրության կենտրոնը, իսկ վերականգնման նախաձեռնությունները հույս կներշնչեն, որ այս բացառիկ գոտողը պիտի պահպանվի եւ փոխանցվի հաջորդ սերունդներուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։